Պարոն Շարմազանով, ձեր ընդդիմադիր գործընկերներին ինչ շնորհավորանքով եք այսօր եկել շնորհավորելու։ Հայեղափոխական դաշնակցությունը ոչ միայն կուսակցությունն է, այլ նաև ազգային արժեք եւ ազգային ազատագրական պայքարի խորհրդանիշ։ Շնորհավորում ենք մեր դաշնակցական գործընկերներին, ազգային արժեքներ կրող մեր հասարակության հատվածին։ Այս օրվա առթիվ դաշնակցությունը ոչ միայն անցյալի հերոսականի կրողն է, ոչ միայն առաջին հանրապետության, ոչ միայն Արցախյան առաջին գոյամարտի, այլ նաև այսօր շատ լուրջ առաքելություն ունի ազգային պետության նկարագիրը պահպանելու ուղղությամբ եւ այդ իմաստով մենք գաղափարական դաշնակիցներ ենք։ Չմոռանանք, որ հանրապետական կուսակցության գաղափարական Հայր Գարեգին Նիժդեի ուսմունքը ծնվել է հենց դաշնակցության ներսում, ուստի մենք ունենք շատ բովանդական եւ գաղափարական ընդհանրություններ եւ այսօր էլ այս տարիների ընթացքում էլ ուսուսի տված փորձում ենք պայքարել այս ազգակործան ռեժիմի դեմ։ Ձեր պայքարի մասին շարունակելով, պարոն Շարմազանով, պայքարը նաև հանուն արժեքների է, հանուն ազգային ինստիտուտների է, այո, հանուն է եւ հանուն նաև հայ առաքելական եկեղեցու, իսկ այս օրերին մենք տեսնում ենք եկեղեցու շուրջ ինչ է կատարվում, անգամ նախորդից սկսել են թռուցիկներ այսպես տարածել ֆեյսբուքյան համացանցային, որ գնալու են, ձերբակալելու են վեհապար հորը եւ այլն։ Ինչպիսի այսպես սցենար եք կանխատեսում եւ որն է հանգուցալուծումը, ինչ անել, որ վերջին հակակշիռ ինստիտուտը, այսպես ասած, չդառնա հերթականը Փաշինյանի ու նրա թիմի համար։ Նախ պետք է նշեմ, որ դժբախտաբար Փաշինյանը որոշակի առումով հասել է իր նպատակին, տրոհելով եւ պառակտելով եկեղեցին։ Մենք տեսանք, որ որոշ եպիսկոպոսներ արդեն ջուր են լսում փաշինյանական թեզերի ջրաղացին։ Ինչ պետք է անենք։ Երեք տեսանք, որ եպիսկոպոսները ի պաշտպանություն վեհապար հայրապետի հանդես եկան հայտարարությամբ։ Մենք թե ազգային ուժերը, թե քաղաքական կուսակցությունները, թե հասարակական դաշտը, թե քաղաքացիական հասարակության պետությամբ ազգային նկարագրով մտահոգված հատվածը պետք է պաշտպանի հայ առաքելական եկեղեցուն վեհապարը, որովհետև սա վեհապարի անձի խնդիր չէ, սա հայ առաքելական եկեղեցու ինստիտուցիոնալ 1700-ամյա ազգային կառույցի պահպանելու խնդիր է։ Արդյունավետ պայքարը երբ ականատես կլինի։ Դե պետք է պայքարենք, այս խոսքն է պայքարի ձև, մենք այս 7 տարի շարունակ դրա մասին ենք խոսում։ Ձեր եւ ձեր թիմակիցները օդանավական վեհապարին դիմավորելու որոշումները, որովհետև կան մարդիկ, ովքեր ի պաշտպանություն, ի աջակցություն։ Չգիտեմ ով է կազմակերպում ինչա, ոնց է, մենք միշտ ասում ենք, սպասում ենք վեհապարի հորդորներին։ Վեհապարի հորդորին, Մայրաթորի հորդորին, իսկ անկախ ամեն ինչից մենք պայքարում ենք ու մենք երկարծիքը հստակացել ենք Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ամուր կանգնած է վեհապար հայրապետի մեր սուրբ եկեղեցու թիկունքին։ Պարոն Շարմազանով, այս եպիսկոպոսները, ովքեր սեղմեցին Փաշինյանի ձեռքը, նրանց թվում էր Նավասախ Կճոյանը եւ հիշում են, որ ձեր իշխանության ժամանակ նա հայտնվեց օֆշորային սկանդալներում, մեր որքան հիշում են, իր ծառայության համար եւ արդյոք չեք ափսոսում եւ չգիտեք նրա դուք այդ օֆշորային սկանդալները, չգիտեմ Բեթլին։ Ես տարօրինակ եմ համանում նմանատիպ հարցադրումները։ Ինչու, որովհետեւ 18 թվականից դու այնքան հանրապետականամերձ ու հանրապետականներ են թռեցել Սարգսյանից ու հանրապետականից։ Մենք նրանց գործողությունների համար պատասխանատվություն չենք կրում։ Մենք կրում ենք պատասխանատվություն մեր համար, մեր պայքարի համար եւ որևէ մեկը չի կարող հանրապետականին վերջին 7 տարիների պայքարի վրա ստեղծել։ Մենք ունեցել ենք մեր թերությունները, դրա մասին մենք քաղաքական պատասխանատվության ենթարկվել ենք, մենք առաջինն ենք խոսել մեր թերություններից, իսկ այսօր մենք պայքարում ենք հանուն Հայաստանի Հանրապետության պահպանման։ Սկանդալում հայտնված Կճոյանը ինչու է մեդալ տալիս, ոչ Շարմազանով։ Հարցրեք վեհապար հայրապետին կամ Էջմիածնին, ուրեմն ծառայություններ ունեցել է որ տվել, այնքան մարդու մեդալ տվել են, որ հետո այդ մարդիկ թռել են։ Ինչ է, դրա իմաստը ո՞րն է այդ հարցի։ Պարոն Շարմազանով, եւ Ես դատապարտել եմ բոլոր այն հոգևորականների գործողությունները, որոնք այսօր խաղում են Նիկոլ Փաշինյանի գծած խաղի կանոններով։ Եվ ամփոփելով թերևս նաև նայեք դաշնակցությունը ինքն իրենով հասկացանք ուժ է, պայքարում է, հանրապետականները տարբեր առումներով տեսել են պայքարի։ Հաջողությամբ կարող ենք ասել, բայց կարող ենք ասել, բա ինչ գործ ունենք մինչև arczepiskopos-ը։ Բայց չենք ասում, չէ՞։ Սա այլ հարց է։ Հիմա մեր խնդիրը ավարտեն, մեր խնդիրը նախկինի թերությունների մասին խոսելն է, թե այսօր Հայաստանը կործանումից փրկելն է։ Կոնսոլիդացիայի երբ ականատես կլինենք, հակիրճ։
ընդդիմության շրջանակում։ Ես որ բոլորը գիտակցեն, որ պետք է պայքարի ոչ թե իրար դեմ, այլ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի դեմ։ Հասկանալի, շնորհակալություն։